Բարույս երեկո, սիրելի գաղափարագիստներ, հայրենակիցներ, Facebook-յան ընկերներ, իրական Հայաստանի Հանրապետությանը անկեղծ հայկական սիրո սիրահարված եւ իրական Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող պետականատեր հայ մարդիկ ջան։ Սիրելի հայրենակիցներ, չնայած այնպես չի, որ ես պետք է ասեմ, որ դուք իմանաք, բայց քանի որ մեր այսօրվա հասարակության մեջ առավել եւս ազգային ժողովում կան մարդիկ, կան ուժեր, ովքեր իրական Հայաստանի Հանրապետության սիմվոլին, քարտեզին հեգնանքով են վերաբերվում, արհամարանքով են վերաբերվում եւ այնպես թարախ հայացքով են նայում, մի հատ մեծական խոսք կա, մեր գյուղում են միշտ այդ բառը օգտագործում, որ ասում է ոնց որ թուրքը խոզի մսի նայելուց լինի, այդ դրանք էլ ոնց որ իրական այդ հայացքով ոնց որ իրական Հայաստանի Հանրապետության քարտեզի նայելուցն է։ Սա իրական Հայաստանի Հանրապետության քարտեզն է, իր ամբողջությամբ, աշխարհի կողմից ճանաչված։ Եվ այս սիմվոլից դուրս ցանկացած միլիմետր տարածքի հետևից գնալը այսօր կնշանակի, որ ես ուզում եմ կամ գնացողը ուզում է մեզ ցանկությամբ տառապում է այդ մոլուցկով, որպեսզի այս սուվերենությունը իրական Հայաստանի Հանրապետությունը ուղղակի գոյություն չունենա։ Բոլոր նրանք, ովքեր այս տարածքից դուրս տարածքներ են փնտրում եւ ուզում են գնան այդ տարածքների հետևից, հստակ տեսնելով, գիտակցելով այս սրբության, այս կարևորության, այս հարստության հնարավորությունը եւ ուժը, նրանք ուղիղ վտանգի տակ են դնում այս սրբության, այս սուվերենության, այս պետության իր չափսերով շատ փոքրիկ, բայց աշխարհում գեղեցկությունը չունեցող այս պետության լինելությունը դնում են ուղղակի վտանգի տակ։ Իրանք ուղիղ ասում են, ուղիղ մենք չենք ուզում, որպեսզի այս պետությունը գոյություն ունենա։ Չենք ուզում, որ այս պետությունը ինքնուրույն լինի, ինքնիշխան լինի։ Մենք ուզում ենք, ասում է, իրանց ասած են ագարի, որ մենք ուզում ենք, իրանք ուզում են, որ այս պետությունը լինի ինչ-որ մի հատ մեծ պետության, ինչ-որ մի հատ փոքրիկ կազմ, Չեչնիայի նման կամ Դագստանի նման, ինչ-որ մի հատ տարածք ուրիշի տիրապետության տակ, որպեսզի ինչպես միշտ շարունակվի, որպես կռվախնձոր օգտագործվի։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, անկախ նրանից, թե ով ինչ սրտմաճմնիկ խոսքեր ասում, թե գլուխը որ պետքարանի մեջ է կողում, 1000 ներողություն բառապաշարի համար, անկախ նրանից, թե ով է իր գլուխը կողում կանալիզացիայի տրուբայի մեջ, անկախ այդ ամեն ինչից, օթելն իրանց տափերովը տան, եսի ինչեր անեն։ Իրական Հայաստանի Հանրապետության տարածքը այս սիմվոլն է, այս քարտեզն է, աշխարհի կողմից ճանաչված, աշխարհի միջազգայինորեն ճանաչված։ Եվ բոլոր նրանք ինչ են ասում իրանք։ Այս պետությանը թշնամիներ են փնտրում։ Այս պետությանը թշնամիներ են փնտրում։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, այս պետությունը աշխարհով մեկ մանգա չի կարող իրեն գտնի այնպիսի թշնամի, այնպիսի սպառնալիք, ինչքան որ այս պետությանը հեգնողներն են, ինչքան որ այս քարտեզին հեգնողներն են, ինչքան որ այս քարտեզին տնազանողներն են, ինչքան որ այս քարտեզին թարախ հայացքով նայողներն են։ Այո, այս քարտեզի, այս պետության, այս սիմվոլի միակ թշնամիները, միակ սպառնալիքները այս քարտեզին հեգնողներն են, չճանաչողներն են, տնազանողներն են, թարախ հայացքով նայողներն են, ձեռ առնողներն են։ Եվ դրանք նաև ուղիղ ազգային անվտանգության խնդիր են, սպառնալիք են։ Եվ այդ տեսակը եւ այդ որակը վարկյան առաջ պետք է գրավի ազգային անվտանգության ուշադրությունը։ Պետք է ազգային անվտանգության ուշադրությունը գրավի։ Մոսկվաբնակ օլիգարխ Կալուգացի Տաշիր Սամվելի ճակերտերի մեջ ուժեղ Հայաստանը Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ հեգնում է այս քարտեզը։ Հրաժարվում է վերցնի այս քարտեզը։ Այնպես է նայում այս քարտեզին, ոնց որ թուրքը խոզի մսին նայելուց լինի։ Բայց ինքը այս քարտեզի մեջ, այս տարածքի մեջ տասնյակներով, եթե ոչ հարյուրներով բիզնես կենտրոններ ունի։ Եվ օրը օրի վրա, ամիս ամսվա վրա, տարին տարի վրա ահռելի միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանում։
եկամուտ է ստանում, ինք այս սուվերենության վրա, տասնյակ հարավոր բիզնեսի տոշկեք ունի, առևտրի տոշկեք ունի, անշարժ գույքեր ունի, դղյակներ ունի սարքած։ Ու այս պետության տարահայ հենց այս պետության այս քարտեզի տարածքում ինքը միլիոնատեր է դարձել, իր հայրը միլիոնատեր է դարձել, իր հորեղբերը միլիոնատեր է դարձել։ Այ հենց այս քարտեզի մեջ իր հորեղբերը այս քարտեզի սեփականությունը Մոսկվա բնակ օլիգարխ կալուգացի Սամվել Կարապետյանը այս պետության մեջ գտնվող այս պետության հարստությունը ռազմավարական կարևորագույն ունեցող արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրել է եւ իր անձնական հարստության համար աշխատացրել է ազգայնացված հեծ արդեն ազգային հեծը այս պետության հարստությունը տասնյակ տարին 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացնելով տասնյակ տարիներով իր անձնական հարստության համար աշխատացնելով տասնյակ միլիոնավոր դոլարների հարկերից է խուսափել տասնյակ հազարավոր միլիոնավոր դոլարների ավել հոսանք է գրել պաշտպանության բանակից սկսած մանկապարտեզներով դպրոցներով վերջացրած ահռելի միլիոնավոր դոլարների եկամուտ է ստացել ու այդ եկամուտներից 10-20 դրամ բարեգործություն է արել բարեգործի պիտակը դաջել է իր ճակատին այդպես բարեգործներ բոլորն է կարող են լինել դուք բարեգործ չեք դուք ուղղակի սովորական բիզնեսմեն եք խոշոր բիզնեսմեն եք ով թաստեղը երբեք չի պարկի ով երբեք 10 դրամի բարեգործություն չի անի եթե 1000 դրամի եկամուտ չունենա դուք տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ եք ունացել եւ այդ տասնյակ հազարավոր միլիոնավոր դրամների եւ դոլարների եկամուտից 10000 20000 100 դոլարի բարեգործություն եք արել դուք տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափել եք եւ այդ խուսափած տասնյակ հազարավոր դոլարների հարկերի հաշվին ասենք 100,000 50,000 դոլարի հարկերից խուսափել եք 50,000 դոլարից 1000 դոլար բարեգործություն եք արել դու խոշոր բիզնեսմեն ես եւ քո տեսակը քո որակը պրոստը տակ բարեգործություն չի անի նաեւ չես բավարարվել 50,000 100,000 դոլար եկամուտ ստանալով որ 1000 դոլարի բարեգործություն ես արել PR եղել տենց պիտակը խփել բարեգործի ճակատի դրանով չես բավարարվել նաեւ 100,000 դոլարի ռեկլամ ես ընկել PR ես եղել ցանկացած մեկին ունտան հնարավորություն որ պետական հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացնի եւ իր անձնական հարստության համար աշխատացնի միլիոնավոր դոլարների եկամուտ ստանա ու այդ միլիոնավոր դոլարների եկամուտից 1000 դոլար բարեգործություն անի բոլորը պատրաստ են այդպես բարեգործներ դառնալու բոլորը խնդրում եմ ինձ ասեք որևէ մեկիդ որ տան հնարավորություն որ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունից ինչ որ մի հատ սեփականություն սեփականացնեք եւ ձեր անձնական հարստության համար աշխատացնեք ասենք ամսական ստանաք 100,000 դոլար եկամուտ ու ձեզ ասեն այդ 100,000 դոլար եկամուտից 1000 դոլար պետք է բարեգործություն անեք չեք անի կանեք ու լա միատել մի 100,000 դոլարի ռեկլամ ընկեք չեք անի կանեք կոպեկներով մարդկանց աշխատացրել եք աշխատավոր մարդու աշխատասիրությունը չգնահատելով միլիոնավոր դոլարներ եք վաստակել դուք բարեգործ չեք դուք ոտից գլուխ կեղծիկ եք դուք օտարին սիրահարված օտարի շայրը սպասարկող այս պետությունը տասնյակ տարիներով օտարի շայրի համար որպես կռվախնձոր օգտագործող ստահակներ եք դուք այս պետության հզորացման երջանկացման ուժեղացման հաշվին հարստացած երջանկացած ուժեղացածներն եք դուք այս պետությանը գիտեք ինչի համար եք հեգնում գիտեք ով կարա այս պետությունը հեգնի ով կարա այս պետությանը ծաղրի ով կարա այս պետությունը չճանաչի ով կարա այս պետությանը տնազանի նրանք ովքեր տասնյակ տարիներով այս պետությունը աշխատացնել են իրենց անձնական հարստության համար երբևէ չմտածելով այս պետության ուժեղացման հարստացման զարգացման մասին այս պետությանը կարող է ծաղրի միան նրանք կարող են ծաղրել միան նրանք ովքեր այս պետությունը տասնյակ տարիներով որպես կռվախնձոր օգտագործել են օտարի շայրը սպասարկելու գործում որպես գործիք այս պետությանը կարող են ծաղրել նրանք ովքեր այս պետության մեջ այս քարտեզի մեջ տասնյակ հարյուրավոր բիզնեսներ են դրել եւ հրաժարվել են այս պետությանը հարկեր վճարելու որպեսզի այս պետությունը ուժեղանա միան այդ տեսակը կարա այս պետությանը ծաղրի ու այդ տեսակը այս պետության սպառնալիքն է այդ տեսակը այս պետության միակ թշնամին է այս պետությունը չունի ու այնպես մի թշնամի որ կարա դրանցից ավելի թշնամի լինի դրանք են այս պետության թշնամի ուրիշ ոչ ոք
Դրանք, որ այս պետությունից առելի միլիոնավոր դոլարներ են թալանել, հիմա այդ թալանված միլիոնավոր դոլարներով հայտնվել են ազգային ժողովում թփրտում են, դատավորներ են առնում, քննիչներ են առնում, դատախազներ են առնում, այս պետության մեջ գործող բոլոր ինստիտուտներում աշխատած բոլորի չկա այնպեսի մի ինստիտուտ, մի ոլորտ, որտեղ դրանք այս պետությունից թալանված փողով առած մարդ չունենան։ Չկա այնպեսի մի ինստիտուտ։ Ու բոլոր նրանք, ովքեր այս պետության ինստիտուտներում ինչ-որ հաստիկներ պաշտոններ են զբաղեցնում եւ դիմակայում են այս պետությանը, դիմակայում են այս պետության լինելությանը, դիմակայում են այս պետության ինքնուրույնությանը, դիմակայում են այսօրվա այս պետությանը, բոլորը ենթարկվելու են քաղաքական սամասուդի, քաղաքական մակարդակով ոչնչանալու են, քաղաքական բոլոր նրանք, ովքեր այս պետության մեջ գործող ինստիտուտներում ինչ-որ հաստիկներ են զբաղեցնում, իրավապահ ինստիտուտներից սկսած քաղաքական ինստիտուտներով վերջացրած, ու դիմակայում են այս պետությանը, վաճառվել են այս պետության կողմից թալանված առելի միլիոնավոր դոլարներին եւ գործում են ընդդեմ այս պետությանը, ոչ ոք չի խնայվելու քաղաքական մակարդակով, ոչ ոք չի խնայվելու, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, քաղաքական մակարդակով ոչ ոք չի խնայվելու եւ այս պետության դեմը խաղ չկա, անկախ նրանից թե ովքեր ինչքան միլիոնավոր դոլարներ են թալանել այս պետությունից եւ ուժեղացել, այս պետության դեմը խաղ չկա, այս պետության մեջ գործող օրենքի դեմը խաղ չկա, պետական ինստիտուտների դեմը խաղ չկա, այս պետության մեջ ապրող մարդկանց կողմից լեգիտիմ ձևավորված իշխանության դեմը խաղ չկա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որովհետև դա լեգիտիմ է, դա մաքուր է, դա ճիշտն է, անկախ նրանից թե ով ինչքան փող է թալանել այս պետությունից ու հարստացել է, այս պետության բյուջեից շատ բյուջե ունի, անկախ ձեր անուն ազգանուններից, ձեր փողի քանակից, այս պետության դեմը խաղ չկա եւ այս պետությունը պետք է վարքյան առաջ հենց այս գշեր քաղաքական սամասուդի ձեզ ենթարկի, որովհետեւ դուք եթե հեգնում եք այս պետությանը, եթե դուք ծաղրում եք այս պետությանը, եթե դուք հրաժարվում եք այս պետությունից, դուք ուղիղ սպառնալիք եք այս պետության այսօրվա լինելության համար, դուք ուղիղ սպառնալիք եք այս պետության այսօրվա եւ վաղվա հաջողությունների համար, զարգացման համար, ինքնուրույնության համար, այս պետությունը այսօր ավելի քան երբևիցե ավելի ինքնուրույն է, որովհետև այս պետությունը 2018 թվականից ի վեր իր հարցերը լուծում է ինքնուրույն, տետ առ տետ, առանց պասրետիկների, բայց մինչև 2018 թվականը այս պետությունը ինքնուրույն որոշելու իրավունք չուներ, իր խնդիրների լուծման համար ինքնուրույն որոշելու իրավունք չուներ, որովհետև ինքնուրույն չէր, այս պետության կարգավիճակի համար որոշում էին ուրիշները, պասրետիկները, այդպես եք պետություն պահել, պետություն ճանաչել, որ 30 եւ ավելի տարի այս պետությունը ինքնուրույն չի եղել, այս պետությունը չի կարողացել ինքնուրույն տետ առ տետ իր հարցերը կարգավորի, այս պետությունը այնքանով եք այս պետության հետ կապ ունեցել, որ 30 եւ ավելի տարի այս պետությունը որպես կռվախնձոր օտարի շահեր սպասարկելու գործում որպես գործիք օգտագործել եք, այդքան եք այս պետության հետ կապ ունեցել, այս պետությունը եղել է ձեզ համար հարստանալու միջոց, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Մոսվաբնակ օլիգարխ Կալուգացի Սամվել, այս պետությունը միան ձեզ համար եղել է խոպան հարստանալու միջոց, փողի ստանոք, դրա համար ձեր տեսակը եւ որակը այս պետությանը հեգնում է, այս պետության հեգնողները այս պետության միակ թշնամիներն են, սիրելի մարդիկ, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի Թուրքիա, ոչ մի Վրաստան, ոչ մի Իրան, ոչ մի աշխարհ, ոչ մի Ամերիկա, ոչ մի Ֆրանսիա, ոչ մի Անգլիա, աշխարհում չես գտնի այնպիսի ազգություն, որ կարա այս պետությանը լինի այնքան սպառնալիք, կամ կարա լինի вообще սպառնալիք, ինչքան այս պետությունը որպես փողի ստանոք օգտագործած 2018 թվականին մերժված, բայց չմերժված, քանի դեռ իրենք կան, քանի դեռ իրենք դիմակայում են այս պետությանը, քանի դեռ իրենք վանգստում են, քանի դեռ իրենք թեմայի մեջ են, քանի դեռ իրենք այս պետության ճակատագիրը որոշելու թեմաների մեջ են, քանի դեռ իրենք ազգային ժողովում են, իրենք չեն մերժվել, հեղափոխությունը չի ավարտվել,
Հեղափոխությունը նոր է սկսվում։ Հեղափոխությունը հենց հիմա է սկսվում։ Հեղափոխությունը հենց այս գշեր է սկսվելու, վաղն է սկսվելու հեղափոխությունը։ Նրանք ովքեր ասում են հեղափոխությունը ավարտված է, ինձ համար հեղափոխությունը ավարտված չէ։ Քանի մերձված բանտան։ Մերձված բանտան դա Սերժ Սարգսյան անուն ազգանուն չէ։ Դա էլիտա է, դա մտածելակերպ է։ Եվ այդ մտածելակերպը միջիմա կա։ Գործում է, թափրտում է, դիմակայում է։ Քանի դեռ իրենք կան, հոխորդում են, խանգարում են։ Ահա լույսեր անջատվեց էլի տվին։ Խանգարում են, հեղափոխությունը չի ավարտվել։ Հեղափոխությունը ինձ համար կավարտվի այն դեպքում, երբ որ իրենց ձայները անհասանելի կլինեն ինձ համար։ Իրենց դեմքերը անհասանելի կդառնան ինձ համար։ Իրենց ոռնոցները անհասանելի կլինեն, լսելի չեն լինի։ Երբ որ ամեն մեկ իր արժանապատիվ տեղը կգտնի, ովքեր դատվելու են կդատվեն, ովքեր տալու են կտան, այսինքն կվերադարձնեն պետությունից թալանվածը, ովքեր պետք է ուղղակի ակսորվեն, վուշերը հավաքեն ուղղակի քոչեն այս պետությունից, պետք է քոչեն։ Ովքեր պետք է համակերպվեն ժողովրդի որոշման հետ։ Ովքեր պետք է համակերպվեն ժողովրդի որոշման հետ, ովքեր պետք է համակերպվեն եւ հարգանքով վերաբերվեն այս պետությանը։ Իրական Հայաստանի Հանրապետությանը, այն պետությանը, որտեղ իրենք ապրում են, որտեղ իրենք հարստանում են, որտեղ իրենք թալանել են։ Այն պետությանը, արա ով, գոնե դուք հարգեք այս պետությանը։ Բերանը ծուրտիկ խոխա, ուժեղ Հայաստան, մերժված, Մոսկվաբնակ օլիգարխ Կալուգացի Տաշիր Սամվել Քչակերտի մեջ ուժեղ Հայաստան։ Արա ով, գոնե դուք հարգանքով վերաբերվեք այս սրբությանը։ Դուք համակեր, դուք ընդունեք, դուք հարգեք եւ հարգանքով վերաբերվեք այս սիմվոլին, այս պետությանը, այս սրբությանը, որովհետեւ ով դուք, միան ու միան դուք ավելի շատ եք օգտվել այս պետությունից։ Այս պետության հաշվին հարստացել եք։ Այս պետությունում ձեր գործարանները, ձեր բիզնես կենտրոնները դրել, այս պետությանը հարկեր չվճարելով, այս պետությանը հարստացնելով փոխարեն դուք եք հարստացել։ Արա ով, գոնե դուք հարգանքով վերաբերվեք։ Արա ով, գոնե դուք մի հեգնենք այս պետությանը այ սրբությունները կորցրած քաղաքական մակարդակով սրբությունները կորցրած։ Այո, բոլոր նրանք ովքեր այս պետությանը կհեգնեն, դրանք սրբությունները կորցրած են։ Դրանք սրբությունները կորցրած են։ Բոլոր նրանք ովքեր այս պետությանը կհեգնեն, իրական Հայաստանի Հանրապետությանը կծաղրեն, դրանք բոլորը սրբությունները կորցրած են։ Եվ նորից եմ ասում, պետք է օրենքներ մշակվի։ Այն հայ մարդը, ով կհեգնի այս պետությանը, ասենք օրինակ պետք է դատապարտվի 15-ից 20 տարի, կամ պետք է զրկվի Հայաստանի Հանրապետության քաղաքականությունից եւ աքսորվի։ Ազգային ժողովը պետք է օրենք մշակի։ Բոլոր նրանք ովքեր կարհամարեն այս պետությանը, կհեգնեն այս պետությանը, ծաղրանքով կվերաբերվեն այս պետությանը, չեն ճանաչի այս պետությանը, իրենք պետք է զրկվեն այս պետության քաղաքացիությունից եւ աքսորվեն այս պետությունից։ Կամ դատապարտվեն 15-ից 20 տարի, 30 տարի ցմա, կամ լեզուն կտրեն քաղաքական մակարդակով։ Պետք է օրենքներ մշակվի։ Ով այս պետության հարստության հաշվին հարստացածները նորից եմ ասում, պետք է ավելի հարգեն այս պետությանը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Հայաստանի ինչպես 2018 թվականին այս պետությունը, ինչպես 2018 թվականին, 21 թվականին, 26 թվականին այս պետությունը ազատվեց Ղարաբաղյան խուլիգան մաֆիայի արևանգությունից, Ռոբիկի գլխավորությամբ, Սերժիկի գլխավորությամբ եւ իրանց էլիտայի։ Այդպես էլ պետք է Հայաստանի Հանրապետությունում չլինի այնպես մի ինստիտուտ, որը արևանգված կլինի ինչ-որ մի հատ տաճ անձնավորության կողմից։ Ինչպես այս պետությունը, իրական Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին, 21 թվականին, 26 թվականին ազատվեց Ղարաբաղյան խուլիգան մաֆիայից Ռոբիկի գլխավորությամբ, Սերժիկի գլխավորությամբ, այդպես էլ Աստծո տունը պետք է ազատվի Կտրիժ Ներսիսյանի արևանգությունից։ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի այնպիսի մինիստ, որ պետք է արևանգված լինի։ Չպետք է լինի։ Կտրիժ Ներսիսյանը որևէ կապ չունի Աստծո հետ, Աստվածաշնչի հետ։ Կտրիժ Ներսիսյանը թաքնվելով Աստծո տան մեջ դարձել է խուլիգան մաֆիայի անձնական օգտագործվող տասովչիկը, փաստաբանը։ Կտրիժ Ներսիսյանը թաքնվելով Աստծո տան մեջ Աստվածաշնչից հեռացել եւ ամբարքով վարքերի մեջ խորտակվել, սպասարկում է մաֆիայի շահերը։ Կարծես մաֆիայի անձնական փաստաբանը լինի։ Կտրիժ Ներսիսյանը սիրելի մարդիկ տասնյակ տարիներով հնազանդ, բարձր
մակարդակի հարգանքը տեղը պահելով ծառայություն է մատուցել ոչ լեգիտիմ ընտրված ընտրակեղծիքներով ընտրված քաղաքացիներին կարակելով սպանվելով ընտրված ոչ լեգիտիմ իշխանություններին Ռոբիկի եւ Սերժիկի գլխավորությամբ բայց լեգիտիմ ընտրված իշխանության հետ չի համակերպվում ձայն աստծո ձայն բազմած այսօրվա իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լեգիտիմ է ձայն աստծո ձայն բազմած ու այս լեգիտիմ որոշման հետ Կտրիչ Ներսիսյանը չի համակերպվում լեգիտիմ ընտրության հետ Կտրիչ Ներսիսյանը չի համակերպվում բայց շատ լավ համակերպվում էր կեղծիքներով ընտրված որոշումների հետ լավ համակերպվում էր քաղաքացիներին կրակասպանած որոշումների հետ եւ հնազանդ բարձր մակարդակի վրա ծառայություններ մատուցում բայց լեգիտիմ իշխանության հետ չհամակերպելով դիմակայում է լեգիտիմ իշխանությանը ժողովրդի մեջ տարբերություն է դնում անիծում է ժողովրդին անիծյալը Կտրիչ Ներսիսյանը թաքվելով Աստծո տան մեջ ոչ մի կապ չունի Աստծո հետ ոչ մի կապ չունի Աստծո տան հետ ոչ մի կապ չունի Աստվածաշնչի հետ նա ուղիղ կապի մեջ է խուլիգան մաֆիայի հետ ես սպասարկում եմ խուլիգան մաֆիայի թալանչի մարդասպան մաֆիայի շահերը Կտրիչ Ներսիսյանը պետք է ենթարկվի քաղաքական սամասուդի Աստծո տունը Աստծո սրբավայրը վարկյան առաջ պետք է ազատվի Կտրիչ Ներսիսյանի արևանգությունից այլ տարբերակ չկա ու կազատվի որևէ մեկը թող չկասկածի ու բոլոր նրանք ովքեր այս պետության մեջ գործող ինստիտուտներում ովքեր ծառայություն չեն մատուցի այս պետությանը ովքեր չեն գործի իշա այս պետության բոլոր դրանք անկախ իրենց անուն ազգանուններից զբաղեցած հաստիկներից կենթարկվեն քաղաքական սամասուդի սիրելի ակտիվ սիրելի պետականատեր հայ մարդիկ այդ կապ չունի որ դուք այս պետությունում գործող ինստիտուտներում ինչ որ հաստիկներ չեք զբաղվում եւ դրա համար աշխատավարձ չեք ստանում որպեսզի սպասարկեք այս պետության շահերը որևէ կապ չունի ես ճանաչում եմ շատ մարդիկ ու ես վստահ եմ հավատում եմ որ այդ շատ մարդիկ իրենց ջեբից գումար կծախսեն բարձր մակարդակով ծառայություն կմատուցեն այս պետությանը դա կապ չունի նորից եմ ասում անպայման չի որ մենք պաշտոններ այս պետության մեջ գործող ինստիտուտներում պաշտոններ հաստիկներ զբաղեցնենք աշխատավարձ ստանանք որ սպասարկենք այս պետության շահը նաև շատ վատ է որ ունենք շատ լավ մարդիկ ովքեր ուղղակի անտեսված են եւ չունեն հնարավորություն որպեսզի իրենց աշխատանքով բարձր մակարդակի ծառայություն մատուցեն այս պետության այսօրվա եւ վաղվա ավելի ուժեղացման հզորացման երջանկացման համար մեզ ցավ եմ ապրում բայց ունենք այն ինչ ունենք նորմալ է ոչինչ լավ է լինելու արդեն իսկ լավ է բայց անկախ ամեն ինչից այս պետության մեջ գործող ինստիտուտներում աշխատող մարդիկ ամեն մեկը թող իր գործին լինի մենք էլ պետք է մեր գործը լինենք սա նաև մեր պարտքն է որպեսզի կամավոր բարձր մակարդակի ծառայություն մատուցենք այս պետության այսօրվա համար ու մենք այդ բարձր մակարդակի ծառայությունը կմատուցենք ես ինձ համար գիտեմ ոնց կկամավորվեն բոլորը ունեք իրավունք այդ իրավունքները դուք եք ձեր բերել ձեր առաջնորդի միասին ձեր առաջնորդի հովանավորությամբ երկար տարիների պայքարի շնորհիվ դուք բոլորը ձեռք եք բերել դուք ունեք բոլոր իրավունքները գործելու իշա այս պետության եթե մենք տեսնում ենք դուք տեսնում եք ինչ որ մեկը այս պետության ինստիտուտի մեջ գործող ինչ որ մի հատ անուն ազգանուն գործում է ընդդեմ այս պետության ինքը պետք է քաղաքական մակարդակով հայտնվի ձեր ոտքերի տակ իր անուն ազգանունները պետք է հնչեն պետք է գնաք իրենց հետևից քաղաքական մակարդակով պետք է բոլորը իրեն ճանաչեն ու դուք կանեք ու մենք կանենք այդ ամենը քաղաքական մակարդակով հեղափոխության մակարդակով հեղափոխության օրենքներով եւ արժեքներով հեղափոխության առաջնորդի հորդորների եւ կոչերի շրջանակներում դա մենք կանենք որևէ մեկը թող չկասկածի նորից եմ ասում այդ ամենը անելու համար պարտադիր չէ որ այս պետության մեջ գործող ինստիտուտներում ինչ որ միտեղ աշխատեք եւ այդ աշխատանքի համար աշխատավարձ ստանաք պարտադիր չէ մենք ինքներս մեր գրպանից կծախսենք առանց որևէ աշխատավարձ ստանալու բայց կգործենք իշա այս պետության այսօրվա համար վաղվա համար
այս պետության հավերժության, հավերժ լինելության համար, այս պետության ինքնիշխանության, ամենակարևորը այս պետության ինքնուրույնության համար, որտեղ այս պետությունը այսօր ինքնուրույն է եւ ինքնուրույն է գործում իշա իրեն, ինքնուրույն է բանակցում իր խնդիրների շուրջ առանց որևէ պասերդիկների, որտեղ այս պետությունը այսօր չի օգտագործվում որպես կրվախնձոր օտարի շահերը սպասարկելու գործում որպես գործիք, որտեղ այս պետությունը այսօր քանց երբևիցե գործում է ինքնուրույն եւ որտեղ որ բխում է այս պետության շահերը, այդ պետությունը գնում է հենց այդտեղ, որտեղ այս պետությունը այսօր շփում է աշխարհի հետ, չկա որևէ մեկը, որ այս պետությանը ասի, գիտես ինչ, դու սրա հետ պետք է շփվես, նրա հետ պետք է չշփվես, դու պետք է նստես, պետք է հելնես, չկա այդեմ որևէ մեկը, այլևս Կրեմլը այս պետությանը չի թելադրում, թե այս պետությունը ում հետ ոնց պետք է շփվի, կամ ում հետ պետք է շփվի, կամ ում հետ չպետք է շփվի։ Այլևս Կրեմլը այս պետությունը որպես կրվախնձոր իր ազնական շահերի համար որպես գործիք չի օգտագործում։ Այլևս այս պետության հետ կոնֆլիկտ ունեցողների համար Կրեմլը չի բանակցում ու իրան ոնց ձեռատալի, այդպես էլ բանակցի։ Այս պետությունն է այսօր ավելի քան ինքնուրույն, քան երբևիցե։ Այսօր այս պետությունը հենց է ու հենց այդ ինքնուրույնության համար, այդ ինքնուրույնության համար մենք անհնարինը հնարավոր կդարձնենք, ինչպես շատ դեպքերում դարձրել ենք, եւ այդ անհնարին հնարավոր դարձնելով նաեւ պատրաստիչ չի մենք ունենանք կարմիր դիպլոմներ, չնայած անհրաժեշտ է կարմիր դիպլոմը սովորելը, կրթվելը անհրաժեշտ է, կարևոր է բոլորի համար, բայց ոչ պակաս է պրինցիպների նվիրվածությանը, արժեքների նվիրվածությանը եւ ամենակարևորը վախի գերին չդառնալը, գայթակղության գերին չդառնալը։ Արդարությունը, ազնվությունը, անկեղծությունը, սեփական պրինցիպները նաև ավելի քան կարևոր են։ Ու մենք կանենք այդ ամենը։ Մենք կանենք այդ ամենը։ Կամավորվեք, ինքնուրույն կամավորվեք, ու մենք կկամավորվենք եւ մեր սեփական պարտքը կմատուցենք մեր սեփական պետությանը։ Բոլոր նրանք, ովքեր կգործեն այս պետության դեմ, ովքեր կմատնվեն անգործությամբ, ովքեր կդառնան վախի գերին, գայթակղության գերին, բոլորի անունները, ազգանունները բարձրաձայն կհնչեցվեն։ Բոլորի հետևից քաղաքական մակարդակով կգնացվի եւ իրենց կաբինետի դռները կբացվի։ Եվ պատասխաններ կպահանջվի, ապացույցներով, հստակ, ամեն ինչ, ոչ թե սուտի-մուտի լոլոլոլոլո անելով, բեբեբե անելով, հստակ ամեն ինչ։ Ու կանենք։ Նրանք, ովքեր դարձել են վախի գերին, վարկյան առաջ ձեր համոզկանքով որոշեք ձեր ճակատագիրը։ Նրանք, ովքեր դարձել են գայթակղության գերին, ձեր համոզկանքով որոշեք ձեր ճակատագիրը։ Նրանք, ովքեր քմծիծաղը դեմքներին դիմակայում են այս պետությանը, ինքնուրույն ձեր ճակատագիրը որոշեք, ինքնուրույն, վարկյան առաջ, կլնի դատավոր, դատախազ, քննիչ, շարքային, կամավոր, նախարար, չգիտեմ, կլինի իրավական ինստիտուտի աշխատակից, թե քաղաքական ոլորտի աշխատակից, ով ուզում է լինի։ Մենք ես անձամբ քմծիծաղը դեմքիս լոլոներ կկարդամ, ես է պետք է որոշեմ իմ ճակատագիր ինքնուրույն։ Ինչքան որ ես եմ ինձ ճանաչում, թող ես չմտածեմ, որ ինձ ճանաչող չկա։ Ինչքան ես եմ ինձ ճանաչում, հավատացած եղեք։ Կան համապատասխան մարդիկ, համապատասխան մարմիններ, որ տասնապատիկ ավել ինձ ճանաչում են։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ինչքան ինքն իրան ճանաչում է, ու էլ իրան ճանաչող չկա, չարաչած սխալվում է։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ինքը այսօր էս մի բան արեց, ու միան այդ արածի մասին ինքը գիտի, լսեք ինչ եմ ասում։ Եթե ինչ-որ մեկը որ մտածում է քմծիծաղը դեմքին այսօր դիմակայեց այս պետությանը, գործեց ընդդեմ այս պետությանը, ու դրա մասին մենակ ինքը գիտի, ուրիշ ոչ ոք, չարաչար սխալվում եք։ Կեցե այս պետությունը, կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե ավելի քան երբևիցե այսօրվա ինքնուրույն, ինքնիշխան այս պետությունը, ինքնուրույն։ Կեցե այս պետության մեջ ապրող մեր փոքրիկ հրաշվալիքները,
որ ապրում եւ ապրելու են խաղաղ, զարգացող եւ երջանիկ։ Փառք ու պատիվ բոլոր ժամանակների երկնային հրեշտակ դարձած հանուն էսպետության լինելության համար մեր եղբայրներին։ Ամեն ինչ լավա եւ լավի մեջ է եւ լավ է լինելու, այսինքն լավի մեջ է լինելու։ Խմբերաձևավորվելու կամավոր։ Եվ բարձր մակարդակի ծառայություն է մատուցելու իրական Հայաստանի Հանրապետությանը։ Ես վստահ ասում եմ, անակնկաները դեռ արժևում են։ Մենք ուղղակի չենք կարող նստել եւ տեսնել, ով ինչ է անում, ով ոնց է դիմակայում այս պետությանը։ Մենք պետք է հյուսները չդնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաղ գիտի։ Շատ բաներ կա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի ու չկարա իմանա։ Այն ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, դուք գիտեք, մենք գիտենք։ Մեկ մարդու վրա չպետք է թողնել այս պետության հավերժ լինելության ճակատագիրը, այս պետության օրորի զարգացող ճակատագիրը։ Մենք բոլորս անելիք ունենք։ Նրանք ովքեր համարում են, որ անելիք ունեն, ու ես գիտեմ լիքը մարդիկ, որ համարում են, ու արդեն իրանց համար կազմակերպվում է։ Սա կոչվելու է նաև ինչ որտեղ գաղտնի աշխատանք։ Թող բոլոր նրանք անգաշներին օղ անեն։ Մենք մեր պրոբլեմները, մեր խնդիրները թաքցնում ենք մեր ժպիտների տակ։ Մենք այնքան ուժեղ ենք, մենք այնքան կայուն ենք, որ մենք լի ենք ամենօրյա լիքը պրոբլեմներով, բայց այդ ամենը թաքցնում ենք մեր հպարտ ժպիտների տակ։ Մենք այնքան ունակ ենք, մենք այնքան կարող ենք, ու դա ապացուցված բան է։ Որ երբևիցե ոչ միտեղ գլուխ չենք գովացել, ոչ մեկին չենք ասել, մենք ավելի շատ կարանք, քան դուք։ Ու մենք, ասեմ, գիտեք ինչ, սենց մի հատ բան եմ ուզում ասեմ, ցանկացած մարդ պետք է ամեն ինչ անի, դա կյանքի օրենք է, ճիշտ օրենք է, որ չգիտեմ իրան ոնց ապահում, ոնց սապահում ոչ չի պահում, բայց եթե ոմանք մտածում են, որ ինչ-որ մեկը մտածում է, որ ինչ-որ մեկին 100% ճանաչում է, չարաչար սխալվում է։ Չարաչար սխալվում է։ Անձամբ ես վստահ ասում եմ, չի կարա լինի այնպես մեկը, որ ինձ 100% ճանաչի։ Չի կարա լինի այդպիսին մեկը։ Ուղղակի չի կարա։ Բացառվում է։ Սիրելի մարդիկ, պետականատեր մարդիկ, այս պետությանը անկեղծ հայկական սիրով սիրարված եւ այս պետության շահերը սպասարկող մարդիկ, այս պետության միակ թշնամիները, սպառնալիքները, այս պետությանը հեգնողներն են, տանազանողներն են, թարախ հայացքով նայողներն են, այս պետությունից դուրս տարածքներ փնտրողներն են, այս պետությունը բացի այդ տեսակից ուրիշ թշնամի չունի, ու այս պետության միակ թշնամիները պատմությունն էլ է ասում, նրանք են եղել, ովքեր այս պետությանը հեգնանքով են վերաբերվել, ու այս պետությունից դուրս պետություններ են փնտրել։ Դրա համար այս պետությունը այս չափսի է, որովհետև այս պետության թշնամիները այս պետությանը հասրել են այս կարգավիճակին։ Ու հիմա պետության թշնամիները նորից շարունակում են իրենց գործը։ Աշխարհի կողմից ճանաչված սուվերեն պետությունից դուրս պետություններ են փնտրում, որպեսզի այս պետությունը գոյություն չունենա։ Թույլ չենք տալու որևէ մեկին, որ այս պետությանը հեգնի, ծաղրի, թարախ հայացքով նայի եւ այս պետության ճակատագիրը դնի զոհասեղանի։ Չի լինելու։ Որ ձեր տեսակը, ձեր որակի այս պետության սպառնալիքներ են, ազգային անվտանգության խնդիրներ են։ Եվ պետությունը պետք է որոշում կայացնի, օրենքներ ընդունի։ Բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում այս պետությանը, իրենք պետք է զրկվեն այս պետության քաղաքացիությունից եւ աքսորվեն։ Կամ դատապարտվեն։ Ցմա։ Ամեն ինչ լավա եւ լավ լինի։
Բարի գիշեր ձեզ։